Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime-ը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի նորությունները, մասնագետների խորհուրդներն ու օգտակար տեղեկատվություն, պարզ եւ մատչելի լեզվով։ Սրտխփոց, դադար, անհարմար զգացողություն։ Արդյոք այս բոլորը հոգնածության հետևանք են, թե մեր սիրտը փորձում է մեզ ազդանշան տալ։ Այս հարցերի մասին կխոսենք այսօրվա MedTime-ի ընթացքում։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Սրտի ռիթմը մեր առողջության ամենազգայուն ցուցիչներից մեկն է, եւ երբ այն խախտվում է, մեր սիրտը մեզ զգուշացնում է այդ մասին, շատ հաճախ առանց ցավի։ MedTime-ի այսօրվա հյուրի, սրտաբան արիթմոլոգ, հանրային առողջության մասնագետ, կարդիոլոգ-բժշկական կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն Տաթևիկ Հովակիմյանի հետ խոսենք սրտի խանգարումների մասին, դրանց նշանների եւ իհարկե կանխարգելման մասին։ Դոկտոր Հովակիմյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ավանդաբար սկսում ենք այն ամենաբարձ հարցից, ինչու բժշկություն, ինչու որտեղից սկսվեց ձեր ճանապարհը եւ ինչու սրտաբանություն։ Ողջույն սիրելի քնարիկ, ես եմ շատ շնորհակալ հրավերի համար, թեև շատ շաբլոն է կարծես թե հնչում, բայց իսկապես շնորհակալ եմ։ Ինչու բժշկություն, շատ պարզ եւ ձանձրալի պատճառով, քանի որ մեր Գերդաստանում շատ էին բժիշկները եւ հատկապես ավագ քույրերս, որ ինձ համար այսպես դերային մոդելի ֆունկցիա ունեին, դա է պատճառ հանդիսացել, իսկ հետագայում թե ինչու սրտաբանություն, ասեմ, որ ես միշտ շատ խորզգացողական մակարդակով ժամանակային թրենդերը զգում եմ, չգիտեմ դա լավ է, թե լավ չի, միգուցե նույնիսկ այնքան էլ լավ չի, բայց այդ պահին ունեցած իմ գիտակցական եւ անալիտիկ ունակություններով դաշտ ուսումնասիրելուց հետո հանգեցի եզրակացության, որ սրտաբանությունը գտնվում է առաջնագծում բժշկության Հայաստանում։ Եվ այդ պատճառով էլ հենց ընտրեցի սրտաբանությունը, քանի որ այնինչ նոր է, այնինչ առջևում է ինձ դուր է գալիս։ Միշտ ավելի հետաքրքիր է եւ ասում եմ որ challenge է ամեն դեպքում ցանկացած բնագավառում։ Ընդհանրապես, եթե ծանոթ եք, վստահ եմ ծանոթ կլինեք change management-ի հայտնի platform framework-ին, որտեղ որ կան մարդիկ, ովքեր որ փոփոխությունը առաջատարն են հանդիսանում, հետո գալիս են իրեն հետևողները, հետո գալիս է մի հատ մեծ բազմություն, որը հետևում է այդ առաջատար մի քանի մարդկանց, որից հետո արդեն փոչից եկողներն են եւ շատ կոնսերվատիվ մարդիկ են։ Ես իմ ամբողջ կյանքը հետադարձ հայացքով նայելով տեսնում եմ, որ ես միշտ առաջի կետում եմ եղել, այն առաջատարներից եմ եղել եւ փոփոխությունը երբեք պերսե ինձ չի անհանգստացրել, որովհետեւ ես հավանաբար ինտուիտիվ զգացել եմ, որ փոփոխությունը հենց կյանք է։ Եվ չեմ ուզել մնալ։ Դուք սրտաբան արիթմոլոգ եք, արիթմիա բառը սովորաբար մարդիկ լսում են ախտորոշման ժամանակ, շատ հաճախ։ Ինչ է սրտի արիթմիան եւ արդյոք դա խանգարում չէ, երբեմն լինում է նորմալ արիթմիա։ Ինչ է ընդհանրապես արիթմիան։ Շնորհակալություն լավ հարցի համար։ Այո, ես ինձ համարում եմ ռիթմի խանգարումների մասնագետ, որովհետեւ սրտաբանության մեջ դա այն նեղ խումբն է, որը ինձ շատ հոգեհարազատ է եւ ես ստացվել է այնպես, որ իմ 24 տարվա կարիերայի ընթացքում կարողացել եմ մաքսիմալ խորանալ ռիթմի խանգարումների վարման մեջ, ոչ ինվազիվ վարման մեջ եւ կարծես թե մի փոքր ավել եմ հասկանում, քան սրտաբանների մեծ մասը, սա թող գովասանք չհնչի, ես վստահ եմ, որ այլ մասնագետներ այլ ոլորտներից եւ այլ նեղ դաշտերից են շատ լավ հասկանում, որովհետեւ ինչի մեջ որ խորանում ես, նա էլ ավելի լավ ես պատկերացնում։ Հիմա ինչ վերաբերում է արիթմիա բառին, այո, ինքն իրենով բնորոշում է պաթոլոգիա, որովհետեւ արիթմիա, եթե լատիներենից թարգմանենք, սա նշանակում է ռիթմի խանգարում որպես այդպեսի, եւ այդ ձևով նույնպես մենք հաճախ ենք մեր առօրյայում կիրառում ռիթմի խանգարումների խումբը
դա մի մեծ անձրևանոց է, որի տակ ընկնում են բազմաթիվ ռիթմի խանգարումներ։ Մեծ մասը իհարկե շատ վտանգավոր չեն եւ իրենց մեջ կան այսպես կոչված նորմալ սրտի կամ առողջ սրտի ռիթմի խանգարումները, արիթմիաները, որոնք բնորոշ են կառուցվածքով նորմալ սրտին, բայց քանի որ ռիթմի խանգարումները ավելի շատ էլեկտրական ֆենոմենն են, հա, այստեղ խանգարվում են էլեկտրական իմպուլսները, որի արդյունքում սիրտը ստեղծում է իր նորմալ ռիթմը, ապա մենք կառուցվածքով նորմալ սրտում կարող ենք տեսնել որոշ ռիթմի խանգարումներ։ Եվ նաև հարկ եմ համարում իրենց դիֆերենցիալ ըստ իրենց բարդության եւ ռիսկայնության, որովհետեւ իրենց մեջ կան շատ բարորակները, որոնք ընդհանրապես կյանքին վտանգ չեն սպառնում, որոշ պացիենտներ նույնիսկ չեն էլ զգում, որ ունեն նման խնդիրներ, եւ կան նաև ցավոք սրտի շատ վտանգավոր ռիթմի խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, ընդհանուր միջև սրտային հանկարծամահության, որը այսօրվա աշխարհում իհարկե մեծ բեռ է, քանի որ տանում է երիտասարդ, աշխատունակ, այլապես առողջ մարդկանց կյանքեր։ Որոնք են ամենատարածված ռիթմի խանգարումները եւ դուք արդեն նշեցիք, որ կան վտանգավորները, որոնք են ամենից վտանգավորները։ Նո, եթե փորձենք դասակարգման մեջ մի քիչ ավելի խորանալ, հա, կարող ենք տարբերակել սրտի վերևի հարկից առաջացող ռիթմի խանգարումներ եւ ներքևի հարկից առաջացող ռիթմի խանգարումներ։ Վերևի հարկը մեզ մոտ կոչվում է նախասրտային արիթմիաներ կամ վերփորոքային արիթմիաներ եւ ներքևի հարկից առաջանում են փորոքային արիթմիաները, փորոքից առաջացող արիթմիաներ։ Եվ բացի դրանից մենք նաև իհարկե ունենք հաղորդչականության խանգարումներ։ Սա այն իրավիճակներն են, երբ սրտի ռիթմը իր ճանապարհը անցնելիս դանդաղում է կամ կանգ է առնում սրտով ճանապարհը եւ այդ ժամանակ մենք ունենում ենք զգալի դանդաղասրտություն, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների։ Վտանգների տեսանկյունից եթե խոսենք, ցանկացած ռիթմի խանգարում էլ ինչ որ չափով կարող է ինչ որ պահի վտանգ ներկայացնել, բայց եթե այսպես շատ ընդհանուր փորձենք սահմանում տալ, ապա հավանաբար փորոքային հաճախասրտությունը, փորոքների ֆիբրիլյացիան եւ ավեպաշարման որոշ տեսակներ հավանաբար ավելի լուրջ էմերջենսի են իրենցից ներկայացնում, որի ժամանակ անհրաժեշտ է հրատապ կերպով դիմել բժշկի եւ անցնել որոշակի շտապ միջամտություններ։ Իսկ լիովին առողջ մարդը կարող է արիթմիա ունենալ։ Այո, իհարկե կարող է եւ նախ ես կփորձեի անդրադառնալ նրան, թե ինչ է նշանակում լիովին առողջ մարդ, որովհետեւ կներես, եթե մի քիչ փիլիսոփայական շեղում այստեղ հնչի, բայց ցավոք սրտի մեր բնակչությանը մենք տեսնում ենք սովորաբար արդեն ախտորոշված կամ հիվանդությունը վերցրած փուլում, բայց լիովին առողջ մարդը հավանաբար տարբերվում է նաև նրանով, որ բացի նրանից, որ հիվանդություններ չունի, ինքը նաև մաքսիմալ կանխարգելում է իր մոտ հիվանդությունների առաջացումը եւ այս առումով մենք անդրադառնում ենք կենսակերպին, որը շատ կարևոր է եւ որը փոքրուց անհրաժեշտ է որ ներդրվի մեր կյանքում, որպեսզի մենք լինենք լիովին առողջ մարդուն շատ մոտիկ մարդ, այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է այն բարորակ ռիթմի խանգարումներին, իհարկե մենք շատ տեսնում ենք օրինակ էքստրասիստոլաներ, որոշ տեսակի արտահայտկցումները, որոնք մարդը կարող է ունենալ անքնության պատճառով, սուրճի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահման պատճառով եւ թեև դեռևս որևէ էական լուրջ հիվանդություն չունի, բայց սրանք նույնպես ինչ որ առումով պրեդիկտոր են հանդիսանում ռիթմի խանգարում ունենալու։ Այ դուք արդեն նաև խոսելով պրեդիկտորների մասին, կան ախտանշաններ, ազդակներ, որոնք օրինակ մարդիկ չեն ուշադիր լինում, հետևողական չեն լինում, բայց վկայում են հենց արիթմիայի մասին։ Ոնց զգալ եւ բաց չթողնել այդ պահը դիմելու մասնագետին։ Հրաշալի հարց եմ համարում եւ կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ այսպես կոչված գենետիկայի կամ ժառանգականության ֆենոմենին։ Այսինքն ինչ է սա նշանակում, եթե մեր ընտանիքում եւ սա խոսքը չի վերաբերվում միայն առաջին կարգի հարազատներին, այլ երկրորդ, նույնիսկ երրորդ կարգի հարազատների շրջանում եղել են լուրջ ռիթմի խանգարումներ ունեցող մարդիկ, օրինակ սրտային հանկարծամահություն ռիթմի պատճառով, օրինակ նախասրտերի ֆիբրիլյացիա կամ ժողովրդի մեջ ավելի շատ ասում են շողացող արիթմիա, օրինակ որոշ տեսակի հաճախասրտություններ, որոնք գենետիկորեն են փոխանցվում,
այդ դեպքում նույնիսկ որևէ գանգատ չունեցող անձնավորությունը արժե որ մեկ անգամյա քննություն անցնի սրտաբանի մոտ։ Ընդհանրապես իմ կարծիքն այն է, որ հաշվի առնելով, որ մենք եկել հասել ենք 21-րդ դարին եւ մարդկության 90%-ը մահանում է 4 խումբ հիվանդություններից, դրանք այնքան էլ մեծ չեն։ Այդ խմբերից առաջին տեղում համար 1 մարդասպանը սիրտանոթային հիվանդություններն են։ Երկրորդ տեղում է քաղցկեղը, որի համար դու պայքարում ես եւ որի ջատագովն ես քո ամբողջ կյանքում, եւ երրորդ տեղում է իհարկե շաքարային դիաբետը եւ նյութափոխանակային հիվանդությունները, ճարպակալումը օրինակ, ու չորրորդ տեղում են դեմենցիաները, որոնք գնալով ավելի ու ավելի գլխուղեղի ճանաչողական ֆունկցիայի խանգարման հիվանդությունները, որոնց մեջ երկու խոշոր կարևոր խումբ կա, դա Ալցհեյմերի հիվանդությունն է եւ Պարկինսոնի հիվանդությունը, գնալով ավելի ու ավելի տարածված են լինում։ Բայց չշեղվելով մեր հարցից, հա, ահա այս 4 խումբ հիվանդություններն էլ բանից պարզվում է, որ սիրելի քնարի կապ ունեն մեր կենսակերպի հետ եւ բավականին բանալ պարզ նշաններ կան, որոնք խոսում են այն մասին, որ մեզ մոտ ռիթմի խանգարումների եւ մնացած բոլոր հիվանդությունների հավանականությունը շատ բարձր է։ Դրանցից առաջինը, օրինակ, ծխախոտամոլությունն է, երկրորդը մարմնի ավել քաշը, հավելյալ քաշը ճարպակալումը շատ լուրջ ռիսկի խնդիր է եւ գնալով ավելի ու ավելի շատանում է։ Երրորդը իհարկե ալկոհոլի չարաշահումներն են, չորրորդը անքնությունն է, քնի խանգարումները, կենսակերպի խանգարումները, չափից դուրս շատ շաքար օգտագործելը։ Եվ ահա այս բոլոր պատճառները հաշվի առնելով ես կարծում եմ, որ նույնիսկ որևէ գանգատ չունեցող մարդը 40 տարեկանից հետո արժե որ գոնե մի քանի տարին մի անգամ տեսնի իր սրտաբանին եւ փորձի կանխարգելել, այլ ոչ թե բուժել եւ բուժել արդեն։ Իսկ կա ազդանշան, որ մարդը ինքնին կարող է հասկանալ, որ իր մոտ սկսվում է սրտի արիթմիան կամ հակվածություն ունի, ինչպես հասկանալ եւ բաց չթողնել եւ գնալ մասնագետին դիմել։ Դե իհարկե կարող է լինել սրտխփոց միանշանակ համար 1 պատճառը, որի համար արժե դիմել, երկրորդ տեղում են գլխապտույտները, երրորդ շատ կարևոր եւ անտեսված նշանը սինկոպ են գիտակցության կորուստը։ Այսինքն եթե մենք ինչ որ մի իրավիճակում, ինչ որ մի ձևով ունեցել են գիտակցության խանգարում, գիտակցության կորուստ, ապա անպայման արժի դիմել սրտաբանի եւ ուսումնասիրել սրտի ռիթմը։ Հեվոցը երբեմն նույնպես հատկապես կանանց մոտ հետ մենոպաուզալ շրջանում կարող է հանդես գալ իբրև ռիթմի խանգարումների նշան։ Ցավով երբեմն կարող է ի հայտ գալ կրծքավանդակում ցավը, խեղտոցը, հատկապես երբ ինչ որ արագ ռիթմի խանգարումներ են, նրանք կարող են դրսևորվել ոչ թե սրտխփոցի, այլ հենց ցավի ձևով, որովհետև երբ սրտազարկն արագանում է, սրտամկանի արնամատակարարումը տուժում է եւ արդյունքում ցավ է առաջանում։ Իսկ կա ինչ որ տարիքային խումբ, որտեղ ռիսկ արիթմիաների առաջացման դրսևորման բարձրանում է, թե ցանկացած տարիքում կարող է դրսևորվել։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է դիֆերենցիալ, թե մենք որ ռիթմի խանգարման մասին ենք խոսում, որովհետև քանի ինչպես արդեն նշեցի, դա մի մեծ անձրևանոց է, որի տակ շատ տարբեր հիվանդություններ սկսած ժառանգականից մինչև այդ պատճառով, եթե մենք խոսում ենք սրտային հանկարծամահության ռիսկի վերաբերյալ, ապա նա հիմնականում ունի 2 պիկ։ Առաջինը մինչև 10-15 տարեկան է բնածին գենետիկ ռիթմի խանգարումների պատճառով եւ երկրորդ պիկը արդեն ընկնում է 40 տարեկանից հետո բոլորիս քաջ ծանոթ սրտի իշեմիկ հիվանդության առաջացրած խնդիրների պատճառով։ Բայց ասել, որ տարիքս այսքանից անցավ, այսինքն ես լրիվ զերծ եմ ռիթմի խանգարում ունենալուց կամ ընդհակառակը ես դեռ 40 տարեկան չկամ, ինչի պիտի դիմեմ սրտաբանի, այդքան էլ ճիշտ բնորոշում չէ։ Պետք է լսենք երևի մեր մարմնին, անպայման ազդակներին, այդ նշաններին։ Շատ կարևոր է, որովհետև բժշկությունը գնալով պերսոնալիզացված է դառնում եւ այդ բոլոր ընդհանուր սահմանումները, գիտեք ինչ, եթե ես մի բան վերցնում եմ ընդհանուր սահմանման մեջ, ուրեմն ես անպայման բաց եմ թողում մի մասը։ Հետևաբար, այո, սահմանումները ճանաչելը ճիշտ է, տրենդերը ճանաչելը ճիշտ է, գայդլայններին, պրոտոկոլներին հետևելը ճիշտ է, բայց կրկին իմ 20 տարուց ավել բժշկական պրակտիկայից ելնելով ես
կարծում եմ եւ համարում եմ, որ յուրաքանչյուր պացիենտ ինդիվիդուալ է եւ կարիք ունի անհատական մոտեցման եւ ինքը նույնպես պիտի փորձի զգալ, թե իր համար ինչն է լավ, ինչն է վատ։ Իսկ ինչ հետազոտություններ է անհրաժեշտ, պացիենտը ինչ հետազոտություններ է անցնում, որպեսզի գնահատի իր սրտի ռիթմը, որովհետեւ սովորաբար մենք այդ բանը կա, չէ, չենք գնում բժիշկի, որովհետեւ վախեցնում է պատասխանը, վախեցնում է ընթացքը։ Հիմա մեր հերոստատիտողին փորձենք ներկայացնեմ, թե ինչ հետազոտություններ է ինքը անցնում։ Սիրով, իհարկե, դե առաջին ամենահզոր, ամենատարածված եւ ամենամատչելի գործիքը իհարկե դա էլեկտրասրտագրությունն է։ Բայց ցավով պիտի նշեմ, որ բավարար մակարդակի ինտերպրետացիա չի արվում։ Այսինքն, եթե մենք էքսպերտային մակարդակի էլեկտրասրտագիր վերլուծել կարողանանք, մենք կկարողանանք շատ մահեր կանխել։ Այսպես ուղիղ ձևով էլ չասած մնացած ամեն ինչ ռիթմի խանգարումները, կյանքի որակը եւ այլն։ Իհարկե շատ կարևոր է էխոսրտագրության հետազոտությունը, որով մենք գնահատում ենք սրտի կառուցվածքը եւ փորձում ենք հասկանալ կառուցվածքային սրտի հիվանդություն, որովհետեւ որոշ հիվանդություններ նախատրամադրում են որոշ ռիթմի խանգարումներ ունենալուն։ Հաջորդիվ արդեն գալիս է հոլտեր հետազոտությունը, 24 ժամյա ռիթմի մոնիտորինգը եւ իհարկե ավելի երկարաժամկետ մոնիտորինգի ձևերը, որոնք կարող են լինել մինչեւ 1 շաբաթ, մինչեւ 1 ամիս եւ ընդհանուր մինչեւ տարիներ։ Արդեն ներմաշկային իմպլանտացվող սարքերի միջոցով կարելի է սրտի ռիթմը դոկումենտացնել եւ գրանցել ռիթմի խանգարումները։ Իհարկե շատ կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստը, որովհետեւ որոշ ռիթմի խանգարումներ առաջանում են միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնին ու այդ տեստը անելով միայն մենք կկարողանանք ախտորոշել ու ճանաչել այդ ռիթմի խանգարումները։ Եվ իհարկե դրանից հետո արդեն գալիս են ավելի ինվազիվ թեստերը, որոնք այդքան էլ ամենօրյա կիրառության մեջ չեն, բայց օրինակ սրտի կաթեն, սրտի MRT-ն, ինվազիվ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունը նույնպես կարող են մեզ բավականին շատ ինֆորմացիա տալ սրտի ռիթմի կարգավիճակի վերաբերյալ եւ իհարկե նաեւ բուժման ինսայթներ, այդ բառը դուք իմանաս ոնց կլինի։ Իսկ դուք արդեն նշեցիք նաև հոլտեր մոնիտորինգը, կարծես թե ինքը մեր առօրյայում նոր տերմինաբանություն է, չէ՞, բոլորս EKG, էխո, տենց ինչ-որ սովորեինք։ Ինչ է իրենից ներկայացնում հոլտեր մոնիտորինգը եւ կան խումբ անձիկ, ում որ հատկապես ցուցված է հոլտեր մոնիտորինգը։ Այո, իհարկե միանշանակ կան նման պացիենտներ, նախ ասեմ, որ դա իրենից ներկայացնում է 24 ժամ եւ ավել տևողությամբ էլեկտրասրտագրություն, որը սովորաբար արվում է մի քանի արտածումով, պարտադիր չի, որ 12 արտածումով արվի, ինչպես որ ստանդարտ էլեկտրասրտագիրն է արվում, եւ սրա իմաստը նրանում է, որ մենք բռնում ենք որոշ ռիթմի խանգարումներ, որոնք ախտորոշում ենք որոշ ռիթմի խանգարումներ, որոնք ամեն պահի չկան պացիենտի մոտ։ Այսինքն գիտենք, որ որոշ արիթմիաներ կարող են առաջանալ եւ անցնել եւ կարիք կա իրենց դոկումենտացնել, հա, եւ դրա համար էլ երկարաժամկետ մոնիտորինգը տալիս է ավելի շատ ինֆորմացիա, քան ստանդարտ 12 արտածման էլեկտրասրտագրով ենք ստանում։ Իհարկե, արժե հոլտեր հետազոտություն անցնել բոլոր այն պացիենտներին, ովքեր ունեն սրտի կառուցվածքային հիվանդություն։ Դա կարող է լինել կրած ինֆարկտ, դա կարող է լինել զարկերակային հիպերտենզիա, որն արդեն անդրադարձել է սրտի կառուցվածքի վրա, այսինքն ունենք հիպերտրոֆիա, պատի հաստացում, դա իհարկե կարող են լինել փականային հիվանդությունները, դա նաև կան որոշ պացիենտներ, որոնք նույնիսկ ոչ մի խնդիր չունենալով արժե իրենց մոտ ռիթմը ստուգել, այստեղ արդեն խոսքը վերաբերում է սկրինինգային հետազոտություններին, հա, ինչու՞մ է կայանում դրա իմաստը։ Դե գիտենք, որ սիրտանոթային հիվանդությունների մեջ մի մեծ խումբ պացիենտներ կան, ովքեր տառապում են ինսուլտներով, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով, եւ ինսուլտների մի զգալի տոկոսի պատճառը հենց իշեմիկ ինսուլտն է, որն առաջանում է սրտից թրոմբի պոկվելու եւ գլխուղեղ ճամփորդելու արդյունքում։ Եվ սրտից թրոմբի պոկվելն էլ առաջանում է մի ռիթմի խանգարման ժամանակ, որը կոչվում է շողացող արիթմիա։ Շողացող արիթմիան շատ հաճախ հանդիպող ռիթմի խանգարում է, ամենից հաճախ հանդիպողն է եւ որոշ ստատիստիկա կա, որ 4 մարդուց մեկը իր կյանքի ընթացքում անպայման ունենում է շողացող արիթմիա։ Եվ մի եւս ցավալի նորություն կա, որ շողացող արիթմիայի դեպքերի մոտավորապես 40%-ը, հատկապես տարեցների մոտ ընթանում են միանգամայն լուռ, անսիմպտոմ։ Եվ դա է պատճառը, որ 65 տարեկանից մեծ պացիենտներին, հատկապես նրանց, ովքեր ունեն
հավելյալ ռիսկի գործոններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, անոթային հիվանդությունները, զարկերակային գերճնշումը եւ նախկինում կրած ինսուլտով պացիենտներին, հատկապես երբ չգիտենք ինսուլտի պատճառը ինչ է եղել, անպայման ցուցված է անցնել հոլտերհետազոտություն, ընդ որում երկարաժամկետ առնվազն 7-ից 14 օր տևողությամբ։ Դուք արդեն ձեր խոսքում նշեցիք, բայց այնուամենայնիվ եւս մեկ անգամ հարցնեմ, որտեղ կարծում եմ շատերին կհետաքրքրի, կան արիթմիաներ, որոնք պետք չի բուժել եւ մենակ վերահսկելը բավական է, թե բոլոր դեպքերում պահանջվում է որոշակի բուժական միջամտություն։ Ընդհանրապես ես արմատապես դեմ եմ այն վիճակին, որն այսօր տիրում է ցավոք սրտի մեր մոլորակի վրա եւ մեր երկիրն էլ բացառություն չի, որ քրոնիկական հիվանդությունների դարաշրջանում ամեն պացիենտ ման է գալիս իր գրպանում մի 10 հաբից բաղկացած տուփիկով գրպանում կամ պայուսակի մեջ, սա ինձ դուր չի գալիս եւ ես ճիշտն ասած իմ մոտեցմամբ փորձում եմ հնարավորինս հեռացնել այն օրը, երբ մենք կարիք կունենանք դեղորայք նշանակելու։ Եվ այո, մի մեծ խումբ ռիթմի խանգարումներ իսկապես անհրաժեշտ չի բուժել։ Իրենք կարող են վերահսկվել միայն կենսակերպը կարգավորելու, մարմնի զանգվածը նվազեցնելու, ֆիզիկական ակտիվությունը շատացնելու եւ ստրեսը նվազեցնելու, երևի ընտրությունները միանշանակ ստրեսը շատ մեծ դեր ունի, որովհետեւ ստրեսը հանգեցնում է ադրենալինի գերարտազատման, որն էլ իր հերթին բերում է որոշ ռիթմի խանգարումների շատացման։ Այնպես որ այսօր մենք փորձում ենք մեր կենտրոնում որդեգրել այդ կանխարգելիչ մոտեցումը եւ ամեն ինչ անել, որպեսզի բժշկությունը մարդկանց համար վերածվի ոչ թե 7-ից 10 անուն դեղորայք եւ վիրահատություն նշանակելու, իհարկե բոլորովին չփորձելով թերագնահատել դրանց կարեւորությունը, գոյություն ունեն էտապներ, որտեղ այլ տարբերակ չկա։ Ցավոք, բայց իմ երազանքն է մեր երկրում ունենալ հասարակություն, որը չի սպասի մինչև այդ դանակը ոսկորին կհասնի, գիտակից ժամանակին կդիմի բժիշկներին եւ կստանա իր կանխարգելիչ խորհուրդների փաթեթը, որպեսզի հնարավորինս հետաձգի այն օրը, երբ ինքը ստիպված կլինի դեղորայք ընդունել։ Դուք արդեն նշեցիք, որ օրինակ ալկոհոլի չարաշահումը կարող է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա, բայց նաև շատ հաճախ լսում ենք, որ սուրճը եւս օրինակ կարող է բացասական ազդեցություն ունենալ, որ սուրճի քանակը նվազեցրեք, դա միֆականացված է, հատկապես մեր հասարակությունը սրճասեր է եւ մի տեսակ այդ հատկապես երբ որ բժշկական տեսանկյունից ասում են սուրճ չխմել, հակառակ ռեակցիան է, չէ՞ լինում, ուզում ես ավելի շատ խմել։ Ասեմ Քնարիկ ջան, որ այդ հարցում ես ձեր կողմից եմ, որտեղ ինքս էլ եմ շատ սրճասեր եւ իմ կարծիքը կարող է մի քիչ բայաս լինի, սխալված լինի, բայց կատակը մի կողմ թողնելով իրականում սուրճը չափավոր քանակությամբ որևէ հավաստի հետազոտություն չկա, որ կասի, որ սխալ է։ Որոշ բարորակ ռիթմի խանգարումներ կարող են կոֆեինի չարաշահումից առաջանալ, բայց չարաշահում ասելով մենք հասկանում ենք օրական 3-4 բաժակից ավել ընդունելը եւ հատկապես երբ դա ընդունում են երեկոյան ժամերին, որը բերում հանգեցնում է հանքնության։ Այնպես որ սիրելի բուժառուներ, սուրճն արգելված չէ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց, կարելի է ընդունել չափավոր քանակությամբ, բնականաբար ինչպես ամեն ինչը այս կյանքում։ Նույնը կուզեի հարցնել ֆիզիկական ակտիվության մասով, որովհետև շատ հաճախ լինում է, չէ՞, ասում են, օրինակ մարզասրահ են գնում եւ որոշում են շատ ծանր քաշեր անել, որովհետև պետք է հեսա արչեվում ամառն է, ծով պետք է գնալ, նիհար պետք է լինել։ Կա ինչ որ ֆիզիկական ակտիվության, այսպես ասած, դոզավորում, որը կարող է ազդել արիթմիայի առաջացմանը։ Եվ ինչպես տեսեք, ընդհանրապես սիրտ-անոթային առողջության տեսանկյունից մեր ուղեցույցները խորհուրդ են տալիս բոլոր առողջ մարդկանց, իհարկե առողջ մարդկանց մասին ենք խոսում, չէ՞, որովհետև պացիենտներ, ովքեր ունեն արդեն սրտի խնդիր, իրենք անհրաժեշտ է, որ իրենց բժշկի հետ ինդիվիդուալ կերպով քննարկեն իրենց ակտիվության աստիճանը, բայց եթե դուք առողջ մարդ եք եւ ուզում եք մարզվել եւ գեղեցկանալ, որը ես շատ ողջունում եմ, կարծում եմ, որ շաբաթական 300 րոպե մարզումների քանակությունը դա այն օպտիմալ քանակությունն է, որի ժամանակ մենք կարող ենք ունենալ
լավագույն սիրտանոթային առողջություն։ Եվ այստեղ էլ պետք է ճիշտ բաշխել մարզումների տեսակները, քանի որ խորհուրդ է տրվում մոտավորապես 80%-ը դրանց անցկացնել ցածր ինտենսիվության կերպով եւ միայն 20%-ն է, որ արժե բարձր ինտենսիվությամբ կատարել, եւ այս երկուսի ճիշտ միքսը, ինչպես նաեւ աէրոբիկ եւ ուժային մարզումները համադրելով, որովհետեւ երկուսն էլ կարեւոր են ու անհրաժեշտ են սիրտանոթային առողջությունը պահպանելու համար, այլ ոչ թե միայն ծանր քաշեր բարձրացնել, բայց երկու քայլ գցելուց հետո շունչը կտրվում է, կամ ընդհակառակը շատ լավ վազում է, բայց 2 կիլոգրամ չի կարողանում բարձրացնել։ Ինչ 3 քայլ կամ միգուցե 4-5 կարող է անել առողջ մարդը, որպեսզի նվազեցնի արիթմիայի առաջացման վտանգը։ Ես կփորձեի ճիշտն ասած մի քիչ օնլայնել այս բանը, այս միտքը, որովհետև ոչ միայն արիթմիայի, այլ նաև սիրտ-անոթային եւ ինչու՞ չէ նաև մյուս ոչ վարակիչ հիվանդությունների բեռը նվազեցնելու նպատակով։ Իմ պացիենտներին ես խորհուրդ եմ տալիս իրենց կյանքը, իրենց առողջությունը կառուցել 4 հիմնասյուների վրա։ Դրանցից առաջինը սնունդն է, բնականաբար, անհրաժեշտ է ճիշտ սնվել։ Այստեղ պանացեա չկա, ունիվերսալ ֆորմուլա չկա, այսինքն արժե անպայման քննարկել բժշկի հետ, թե կոնկրետ տվյալ պացիենտի պարագայում որ սննդակարգն է ավելի ճիշտ գործում, բայց սնունդը բարեկամներ դա մի բան է, որ մենք ամեն օր ընդունում ենք եւ շատ կարեւոր է հասկանալ, թե մենք ինչ ենք վերցնում մեր օրգանիզմը, որովհետեւ այն ինչ ուտում ենք, այն էլ մենք ենք, հա, սա մեկ։ Երկրորդը, հատկապես որոշ տարիքից հետո մարզումների խիստ կարևորությունը շատ կարևոր է, այսինքն գիտենք, որ 40 տարեկանից հետո մկանային զանգվածը հատկապես գնալով կորում է եւ սա բերում է նաեւ ոսկրային զանգվածի թուլացման եւ ի վերջո հանգեցնում է փխրունության, այսպես կոչված, այսինքն մեր ծերությունը, եթե մենք ուզում ենք շատ առողջ անցկացնել, մենք պիտի անպայման մարզվենք։ Եվ ինչպես արդեն ասացի, շաբաթական 300 րոպեն դա պետք է լինի մեր ռուտինը, ներառյալ աէրոբիկ եւ անաէրոբ մարզումներ, որպեսզի թե ունենանք նորմալ մկանային մասսա, որը կաջակցի մեր ողնաշարին, մեր ընդհանուր առողջությանը, ինչպես նաեւ ունենանք առողջ սիրտ-անոթային համակարգ, որը երկարակեցությունը կապահովի մեր։ Իմիջիայլոց VO2 max-ը, որը ստուգում են այդ մարզումների ժամանակ, հա, թթվասնի ծախսը, դա միակ մարզումների հետ կապված ցուցանիշն է գիտական, որը ուղիղ կերպով կորելացվում է կյանքի տևողության հետ։ Այնպես որ դա շատ բարդ չի, կարող եք ստուգել ձեր VO2 max-ը, եթե անհրաժեշտ է հետագայում կարող եմ լուսաբանել դա ինչպես է արվում եւ լինել առողջ ու երկարակյաց, սա երկրորդ պիլարներ։ Երրորդ շատ կարևոր կոմպոնենտը, էլեմենտը ես համարում եմ քունը, որը այսօր շատ խախտված է եւ շատ անառողջ կարգավիճակում է գտնվում։ Մեզ շրջապատող աշխարհում գնալով շատանում է անորոշությունը եւ անորոշության պայմաններում մենք սովորել ենք ինչ որ լայֆ հակեր, այսպես ասած, որպեսզի մեր կյանքը մի քիչ ավելի հեշտացնեն ու դրանց մեջ ցավոք սրտի ամենաշատը մտնում է սոցիալական ցանցերում անցկացվող ժամանակը։ Հատկապես քնելուց առաջ։ Մենք դա սովորաբար անում, այո, իհարկե քնելուց առաջ, որը հանգեցնում է քնի անբավարար որակի եւ դա թույլ չի տալիս, որ մեր օրգանիզմը հանգստանա եւ բերում է շատ վատ հետևանքների առողջության համար։ Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս բոլոր մեր բուժառուներին, ովքեր մեզ այսօր դիտում են, առաջին հերթին քնելուց 2 ժամ առաջ անջատել բոլոր գadgetները։ Ես պացիենտներիս ասում եմ՝ մի մցրեք ննջասենյակ ուղղակի։ Մի տարեք ննջասենյակ դրանք, հեռու դրեք։ Ոչինչ չի պատահի, եթե գիշերը հեռախոս խոհանոցում մնա։ Պատասխանեք։ Երկրորդը ընդունել տաք լոգանք, ցանկալի է քայլել քնելուց առաջ գոնե մի 30 րոպե տևողությամբ, լսել որևէ հաճելի երաժշտություն եւ մոմերի լույսի ներքո։ Անուշաբույր հայտիկների ուղեկցությամբ։ Եվ հասանք արդեն 4-րդ կոմպոնենտին, որը ստրեսն է եւ պսիխոէմոցիոնալ բարեկեցությունը, հա, մեր հոգեկան բարեկեցությունը, որը նույնպես շատ կարևոր դեր ունի առողջության ընդհանուր կոնցեպտը ապահովելու մեջ եւ այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք մեր ներքին բարեկեցության, այն ներքին մարդուն, որի մասին որ խոսում ենք, թե ինչ է ինքը
մեզանից պահանջում եւ չանտեսենք այդ պահանջները, որովհետեւ երբ որ երկար ենք անտեսում, դա բերում հանգեցնում է անխուսափելիորեն ծանր հետևանքների։ Իսկ դեպրեսիան, տագնապային համախտանիշը եւ այլև տարբեր հոգեկան ոլորտի խանգարումները, խնդիրները անխուսափելիորեն հանգեցնում են ընկած կյանքի որակի եւ կյանքի տևողության։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Արդեն 1 տարի է մենք քաղաքում ունենք կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Ինչի մասին է կարդիոլաբը եւ կարդիոլաբ գալով պացիենտը ինչ ծառայություններ կարող է ստանալ։ Շնորհակալություն հարցի համար։ Կարդիոլաբում մենք փորձում ենք բոլորովին նոր որակի սիրտանոթային խնամք մատուցել մեր պացիենտներին։ Կարդիոլաբի գաղափարախոսությունը կայանում է նրա շուրջ, որ մենք փորձում ենք որակյալ պացիենտակենտրոն եւ միմյանց նկատմամբ հարգալից հարաբերությունների պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների բեռը մեր երկրում։ Եվ այս առումով մենք կառուցել ենք ինտեգրացված խնամքի տարբեր ճանապարհներ տարբեր հիվանդությունների համար։ Եվ այստեղ մենք ունենք ոչ միայն ախտորոշիչ եւ բուժական, այլ նաեւ կանխարգելիչ մի շարք միջոցառումների ծառայություններ, որոնց միջոցով, ինչպես արդեն նշեցի, մենք կարողանում ենք առողջ մարդուն սովորեցնել այն տարբեր ճանապարհներ, որոնց միջոցով ինքը կարող է երկարացնել իր կյանքի տևողություն եւ հետաձգել այն անխուսափելի ցավոք սրտի առայժմ անխուսափելի պահը, երբ մենք հանդիպում ենք ինչ-որ հիվանդությունների։ Իսկ եթե փորձենք ավելի տեխնիկական լեզվով խոսել, ապա կարդիոլաբում մենք կատարում ենք բոլոր անհրաժեշտ սիրտանոթային ախտորոշիչ հետազոտությունները, որպեսզի կարողանան գնահատել սիրտանոթային համակարգը, բայց բացի դրանից նաև ունենք հարակից ծառայություններ, որոնց մեջ մտնում են էնդոկրինոլոգիական, ներդատաբանության ծառայությունը, նյարդաբանության ծառայությունը, թերապևտիկ, գաստրոենտերոլոգիական, մագիստրալ անոթների դուպլեքս, ուլտրաձայնային հետազոտություն, լաբորատոր բոլոր անհրաժեշտ քննությունները եւ իհարկե հոգեբանական խորհրդատվությունը, որ ես կարծում եմ այսօր անպայման անհրաժեշտ է եւ պետք է մեր բոլոր բուժառուներին։ Կարծում եմ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարդը ոչ միայն հիվանդության դեպքում գա, այլ նաեւ մոտիվացված լինի, կանխարգելիչ նպատակներով գալ եւ մեկ տեղում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները անցնելու։ Այո, անկեղծ ասած, մեր երազանքը հենց դրա վրա է հիմնվում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե մենք ավելի ուշ этаպներում ենք ախտորոշում հիվանդությունը, դա հանգեցնում է թե կատաստրոֆիկ ծախսերի, թե վատ արդյունքների։ Այդ պատճառով ես համարում եմ մեր կենտրոնը ստեղծված առողջությունը խթանելու համար, այլ ոչ թե միայն հիվանդությունները բուժելու։ Շնորհակալ եմ շատ։ Եթե ոչ բժիշկ, ապա այդ հարցը տասնամյակը մեկ փոխվում է ինձ մոտ, բայց միգուցե նկարչուհի, միգուցե պրոֆեսիոնալ աթլետ։ Կա մի դեպք ձեր պրակտիկայում, որը հատկապես փոխել է ձեզ որպես բժիշկ եւ որպես մարդ։ Այո, կարող եմ պատմել, ճիշտն ասած, մի քիչ անձնական բնույթի ինֆորմացիա է, բայց տարիներ առաջ դեռևս ես հերթապահում էի հիվանդանոցում եւ ինչ-որ մի պացիենտ կար, ում պետք էր էլեկտրասրտագրություն անել, այն ժամանակ էլեկտրասրտագրություն դա մեծ սարք էր, որ մենք այսպես գրկած ամբողջ օր աստիճաններով վեր ու վար էինք անում, իսկապես ծանր ֆիզիկական աշխատանք էր տարվում եւ պացիենտը գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ ինքն ուներ ամպուտացված ոտքեր, շատ ծանր դիաբետի եւ այլ խնդիրների պատճառով եւ ոտքերից մեկը, որ ամպուտացված էր, վերքային մակերեսով էր պատված ու այսպես ասած աչքի համար շատ հաճելի չէր։ Ես լինելով երեխա, նորավարտ, կլինարդինատոր էի այդ ժամանակ, մոտենալով այդ պացիենտին ինձ ասեց իմ ավագը, ում հետ որ հերթապահում էի, ասեց քայքագի անել, ես մոտեցա քայքագի անել ու տենց առաջին ռեակցիան զզվանքով ռեակցիա էր, որովհետև այդ ոտքի վերքը տեսնելով ես նույնիսկ մի տեսակ բան արեցի, չուզեցի դիպչել եւ այդ իմ ավագ ընկերը, որի հետ մենք մինչեւ օրս շատ լավ հարաբերություններ ունենք եւ շատ հարցերում ես ճիշտ ասած իրեն իբրև ուսուցիչ եմ ընկալում, այսպես նայեց իմ դեմքին, ասաց առաջի հերթին պետքա չմոռանալ, որ ինքը մարդ է։ Անկախ ամենից։ Ու այո, ու այդ միտքը իբրև բժիշկ ինձ իմ ամբողջ կյանքում ուղեկցել է, որովհետև
Իհարկե կլինեն բուժառուներ, որոնք մեզ նման չեն։ Մենք միշտ ինտուիտիվ փորձում ենք մեզ նման մարդկանց դեպի ձգվել, բայց բժշկի կարևորագույն առաքելությունը կայանում է նրանում, որ ինքը անկախ մարդու տեսակից, սեռից, ռասայական պատկանելիությունից, սոցիալական, էկոնոմիկ ստատուսից ընկալի իրեն իբրև մեկը, ով օգնության կարիք ունի եւ օգնության ձեռք մեկնի։ Ամենաանսպասելի ախտորոշման կամ գուցե բուժման մեթոդը, որ երբևէ առաջարկել է պացիենտը, որ տպավորվել եք։ Նույնպես պիտի մտածեմ մի քիչ այս ուղղությամբ, բայց ես հաճախ ունենում եմ պացիենտներ, ովքեր իրենք փորձում են իրենք որոշել իրենց անելիքը։ Եվ եթե նախկինում ես շատ դեմ էի, հա, այսպես կլասիկ այն խիստ բժիշկների նման ասում եմ, ռեգլամենտո։ Ձեզ միայն սա է պետք, այսօր իմ հարաբերությունները իմ պացիենտների հետ դա ավելի շատ երկկողմանի շփում է եւ ես ավելի ու ավելի շատ եմ փորձում լսել, թե իրենք ինչի կարիք ունեն, իրենց կարիքները լսել, որովհետեւ եթե մարդը չի ցանկանում ինչ-որ մի բան, դու ինչքան էլ իբրև բժիշկ կուզենաս իրեն ապացուցել, պարտադրել, որ դա է ճիշտը, դա է իրականությունը, մենք չենք հաջողվելու։ Եթե մարդը գալիս է այսօր եւ ծխում է, օրինակի համար, հա, ծխելը ամենավատ ռիսկի գործոններից է։ Եվ ես իրեն առաջին հարցը, որ տալիս եմ, նախկինում ասում էի, ծխել չի կարելի, մոռացեք այդ մասին ոչ մի դեպքում, դա ձեր առողջության վրա մի հատ երկար դասախոսություն եք կարդում։ Իսկ այսօր առաջի հարցը, որ տալիս եմ, ասում եմ, իսկ դուք ուզում եք թողնել ծխելը։ Որովհետեւ ես գիտեմ, որ եթե մարդը ինքը արդեն եկել հասել է մտքին, որ ուզում է թողնել, շատ ավելի հեշտ է լինելու այդ իրականացնել։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Երևի շատ բարի կամ սիրով։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Ես կփորձեի մարդկանց գիտակցության վրա ազդել այնպես, որպեսզի իրենք բժիշկներին ընկալեին ոչ թե որպես մահվան հրեշտակներ, այսպես ասած, ովքեր արդեն գալիս են ավետելու վատ լուրերը, հա, այլ մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կողքից լինել եւ իրենց օգնել շատ ավելի վաղ փուլում, որպեսզի երկարացնեն կյանքի տևողությունը եւ որակը։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենայիք, որ ամեն բուժ հաստատություն ունենա։ Էլեկտրասրտագիրը միանշանակ շատ կարեւոր է եւ շատ հասանելի է, շատ մատչելի։ Ձեր սիրելի գիրքը եւ ֆիլմը բժշկության թեմայով։ Երևի Միխայել Բուլգակովի «Записки юного врача» ամենահետաքրքիրը կլինի, հատկապես երիտասարդ բժիշկներին ծանոթանալու համար, իսկ ֆիլմը իտալական ֆիլմ է, դերասանի անունը հիմա լավ չեմ հիշում, բայց «Исцелительная любовь», որը բժշկություն տալիս։ Եվ ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Իհարկե դա մի զույգ բոթասները եւ վազքի շորտերն են, որ ես ցանկացած տեղ գնալիս տանում եմ հետս եւ եթե հանկարծ ինչ-որ պատճառով մոռանում եմ, դա շատ ծանր դեպրեսիայի ու ստրեսի պատճառ է։ Առաջին բանն է երևի, որ գնում եք հասնելով կոնկրետ ինչ-որ տեղ, չէ՞։ Այո, միանշանակ։ Շնորհակալ եմ շատ։ Հուսամ, որ մեր զրույցից հետո մարդիկ չեն վախենա իրենց սրտի զարկերից, ավելի ուշադիր կլինեն եւ ճիշտ ժամանակին կդիմեն մասնագետի։ Այո, հուսանք, սիրով եւ ես շատ շնորհակալ եմ այս հրավերի համար եւ մեկ անգամ կնայեք։ Շնորհակալ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։